Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն վարչապետ, իմ հարցը եւս վերաբերում է Ադրբեջանի տարածքով Վրաստանով Հայաստանում դեպի Հայաստան բեռնափոխադրմանը։ Ռուսաստանը հայտարարեց, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ եւս 132 վագոն ցորեն պետք է տեղափոխի եւ դիտարկում է նաեւ այլ ապրանքատեսակների բեռնափոխադրումներ։ Ընդհանրապես Ռուսաստանի ակտիվությունը այս համատեքստում ինչպես է գնահատում։ Եվ երկրորդ հարցը ձեր թույլտվությամբ նախորդ կառավարության նիստերից մեկում դուք հարց բարձրացրեցիք Երևանում խցանումների հետ կապված եւ հանձնարարականներ տվեցիք կոնկրետ գերատեսչությունների, արդյոք քննարկումներ եղել են այս ընթացքում, հնարավոր ինչ-որ լուծումներ թեկուզ կարճաժամկետ դիտարկվում են։ Կարճաժամկետ ես համարում եմ, որ իրոք իրավիճակը ճգնաժամային է։ Ես դա տեսել եմ եւ տարօրինակ է իսկապես տարօրինակա հեծանիվով խցանման մեջ հայտնվել այնպես որ դժվար լինի տեղաշարժվելը եւ ես հանձնարարել եմ որ աշխատանքային խումբ ստեղծվի արագ միջանկյալ լուծումներ մի պայմաններում երբ որ ամեն օր մեքենաների թիվը նախ մենք պետք է գնահատենք ինչն է պատճառը որովհետեւ այո միտեղ լուսացույցը կարա անջատվի միտեղ վթար կարա լինի միտեղ բայց մեծ հաշվով պատճառ մեքենաների աննախադեպ ծավալն է Երևան քաղաքում եւ մենք պետք է հասկանանք այդ երևույթի հետ ինչպես վարվենք երբ հնարավոր է նաեւ դժվար լուծումների անհրաժեշտություն լինի բայց մենք պետք է ընտրություն կատարենք կամ յոլային գնում իհարկե գիտեք ինչ խնդիրը տեխնիկական կարգավորումների եւ լավարկումների տեղ միշտ էլ կա բայց հասկանում եք մեքենաների թիվը նախ ահռելի է եւ երկրորդն է խնդիրն է չի ինքան ամեն օրվա հետ շատանում է ամեն օրվա հետ շատանում է։ Մենք մյուս կողմից որոշումներ ենք կայացնում էլեկտրոմոբիլների քվոտաներ ենք սահմանում, արտոնություններ ենք սահմանում, այդ մեքենաների թիվը ավելի է մեծանում։ Եվ պետք է հասկանանք, բան չի, Երևանի կարողությունները փողոցների անսահմանափակ չեն։ Եվ սա իհարկե եւ կարճաժամկետ լուծումները պետք է գտնվեն, երկարաժամկետում էլ պետք է հասկանանք ինչ անենք։ Ինչպես եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության ակտիվությունը երկաթուղու հետ կապված, ես ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ակտիվությունը երկաթուղու հետ կապված եւ ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ երբ որ օգոստոսի 8-ից հետո հնչում էին այդ փորձագիտական գնահատականներ, որ Ռուսաստանի համար սա նեգատիվ զարգացում էր, Իրանի Իսլամական Հանրապետության համար սա նեգատիվ զարգացում էր, դիրքորոշում ինչ էր։ Մենք ասում ենք ոչ Այս որոշումը նպաստելու է այդ թվում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը։ Եվ ձեր ասածը ընդհանրապես տեսեք 3 ամիս հետո մենք արդեն ունենք կոնկրետ զարգացումներ 130 վագոն, մենք պատկերացնում ենք, չէ՞, 130 վագոնը քանի բեռնատար է։ Ես ողջունում եմ այդ ակտիվությունը եւ ուզում եմ ընդգծել, որ լիարժեք համապատասխանում է օգոստոսի 8-ից հետոյի զարգացումների մեր պատկերացումներին։ Ոնց։ Դες որ հաջորդ անգամ ոչ մեկ չի գա, բոլորը ինձ հարցերը կուղարկեն։ Շնորհակալություն, բայց էլի ուզում եմ արձանագրեմ, որ Փաստորեն բան չկա, այտենց հրատապ կոռուպցիոն սկանդալներ կամ չգիտեմ ինչ չկար, որի մասին։ Լավ, շնորհակալ եմ։